2027 թվականի հունվարի 1-ից խանութներում պլաստիկ տոպրակներ, գդալ, դանակ, պատարագաղ, ափսե, բաժակ այլևս չեն լինի։ Նախատեսվում է կրճատել մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի գործածությունը։ Արգելվելու է պոլիէթիլենային պարկերի և տոպրակների առկայությունը առևտրի, հանրային սննդի օբյեկտներում, շրջիկ առևտրի կետերում, տոնավաճառներում։ Բացառություն են լինելու կշռափաթեթավորման համար օգտագործվող և աղբի համար նախատեսված երկրորդային հումքից արտադրված պարկերը։ Արգելվելու է նաև պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների և սպասքի առկայությունը։ Այստեղ ևս բացառություն են լինելու կշռափաթեթավորման համար օգտագործվող կափարիչով պլաստիկե տարաները։ Ըստ Ալպետյանի մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակները անկառավարելի են։ Հատկապես մեր թափոնների կառավարման համակարգերի պայմաններում, երբ որ մենք չունենք անգամ ինժեներական աղբավայրեր, այսինքն սանիտարական աղբավայրեր, որտեղ այդ պլաստիկ տոպրակները ուղղակի կթաղվեն։ Մենք հիմնականում ունենք աղբանոցներ, բաց աղբանոցներ, որտեղից այդ պլաստիկ տոպրակները ուղղակի ցակ ու ցրիվ են լինում ամբողջ մեր տարածքով եւ բնական միջավայրում են հայտնվում եւ քաղաքային միջավայրերում, կամ բնակավայրերում։ Ալպետյանի խոսքով պլաստիկը քայքայվում է եւ ի վերջո հայտնվում սննդային շղթայում։ Այսինքն մենք իրականում ի վերջո ուտում ենք այդ միկրոպլաստիկը, որը հայտնվում է մեր միրգ բանջարեղենի մեջ, ջրի մեջ, մայրական կաթի մեջ եւ այլն։ Եվ խոսքը գնում է բիոակումուլյացիայի մասին, որը մարդու մեջ շատ հեշտ է տեղի ունենում, այսինքն այդ միկրոպլաստիկը մտնում է մեր օրգանիզմ եւ դուրս չի գալիս։ Այսպիսով արդյոք այս փոփոխությունները 2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ կմտնեն, պարզ կլինի առաջիկայում։ Շաբաթվա ընթացքում խորհրդարանի գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց օրենսդրական փաթեթին։